թե Ռուսաստանի զրկվածները հիմնականում 99% զրկվում են հրաժարվել հատկացով։ Ու այդ լինում է Կաբարդինա-Բալղարիա, Վլադիկավկազ, Ստավրոպոլսկի կրայ, ուրիշ ոչ միտեղ չկա։ Ուրիշ ոչ միտեղ չեն անում։ Իրանք ուղղակի կան մարդիկ, որ չեն կարա իրանց գրածը կարտան, ստորագրում են, ասում են ռեմենի ակտ են գրում 500 ռուբլի, վերցնում ենք ստորագրում ենք, որ իրենք ինը իմ պատմիցն այդ ձևերը։ Չեմ կարացել իրանց գրածը կարտան իրանց ձեռագրով։ Հա, ռուսերեն չեք հասկացել։ Հասկանում եմ, բայց չեմ կարացել կարտան իրանց գրածը։ Ուղղակի վեկալել եմ, ստորագրել եմ։ Անցել է որոշ ժամանակ, մինչև 24 թիվը ստեղ մեքենայեն վարե, թող մի հատ բացեն, նայեմ ոչ մի շտրաֆ չունեմ, 15 տարվա ստաժ ունեմ, ոչ մի հատ ակտ չունեմ իմ վրա։ Ինտաներապես չունեմ հատ ոս նարուշենի չունեմ։ Ասում են դու զրկված ես, գնացել եմ պրավես վերականգնեմ ժամանակ անց, ասում են դու զրկված ես Ռուսաստանի կաշառությունը։ Հա ռուսը իր պրեմիան ստանում է զրկում է հային։ Ինձ իր 30,000 օրինակ 30,000 շտրաֆ ես արել եմ, ասեցինք վերականգնվեց։ Արել եմ շտրաֆը չի վերականգնվել։ Ինձ դեռից դեպորտ են արել, որովհետև ես դիմել եմ պրոկուրատուրա։ Դիմեցի պրոկուրատուրա 3 օր անց ինձ դեպորտ արեցին։ Այդ է պատճառը։ Հիմնականում Ռուսաստանի զրկվածները 99%-ը զրկվում են ատկազով, որովհետև իրանք ուրիշ պրիչին չեն կարող։ Գիտես ինչ են ասում են դուք հենց գնացեք Ռուսաստան ձեր հարցով զբաղվեք։ Գնացել են, տամոժից հետ են դարձրել, ասացին դեպորտի տակ եք։ Այսինքն մեզ բոլորիս զրկում են, հետևից մեզ դեպորտ են անում, որ մենք չկարողանանք գնանք Ռուսաստան, տվյալ զրկողին դատի տան, որ իրանց պրեմիային էլ չկպնենք։ Մենք չենք կարող